տեսած կլինեք տափակ մեկնաբանություններ, որոնք էապես ոչ մի կապ չունեն քննարկվող թեմայի հետ։ Մասնագետը խոսում է մասնագիտական թեմայից, մարդը մտնում է ու մտածում, ես այս թեմայից գլուխ չեմ հանում, իսկ ինչ կարելի է մեկնաբանել, որ խայտարակեմ ինձ ու ընտանիքիս։ Հա, սպասի գրեմ, Դուք սատ տգեղ ես։ մեծ ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղը իրադարձություններ, փոքր ուղեղները քննարկում են մարդկանց։ Օրինակ, ես խոսում եմ բանակցային մեթոդներից, ինչպես խոսել այս կամ այն իրավիճակում եւ խուսափել վեճերից։ Թեման սա է։ Մեկնաբանություններում մեկը գրել է Ախպեր, թերաշիտ լավ չես տեսել։ կամ Եկա մարդ է սաներվածք հետ փոխի։ կարծիք է ասում իմ մասին, ոչ թե թեմայի։ Կամ մասնագետը խոսում է էտիկետից, անդրադառնում են մարմնի դաջվածքներին, մարդու անձին, ոչ թե թեմային։ Գիտեք, շատ հնարավոր է, որ տվյալ հոլովակում իմ թրաշն իրոք այնքան էլ լավ չի ստացվել։ Այդ մասին կխոսեմ ոճաբանիս հետ եւ կճշտենք, կշտկենք, կամ հավանական է, որ ինչ որ մեկին դուր չի գալիս մեկի ճաշակը, սանրվածքը կամ մարմինը։ Բոլորին պարտավոր չենք հաճեցնել։ Ոչ թե հիմա կուրծք ենք ծեծում բոլորին դուր գալու համար, այլ կոչ ենք անում ադեկվատության այն մարդկանց, ովքեր չեն պատկերացնում տվյալ պահին որտեղ են գտնվում, որ թեմայի մեջ են, ինչ տարածքում։ Միթե կարելի է հաց ուտել, եթե գտնվում ես լոգարանում, կամ սեփական կարիքները հոգալ խոհանոցում, որտեղ մարդիկ նստած հաց են ուտում։ Մարդը չի պատկերացնում, որ այս սենյակը նախատեսված է այս նպատակով, կամ տվյալ քննարկումը այս թեմայով է։ Իհարկե, կան այլ քննարկումներ, որտեղ բարձրացված են այլ հարցեր, սակայն նա իրականության զգացում չունի, վերցնում է այլ թեմայի վերաբերյալ կարծիքը եւ գրում բոլորովին այլ թեմայի տակ։ Նրան հետաքրքրում է միայն հոգալ սեփական կարիքները, իսկ թե որ սենյակում կանի դա, իրեն բացարձակ չի հուզում։ Գիտեք, կան մեկնաբանություններ, որոնք հենց զուգարանի համար են նախատեսված։ Նման մարդկանց ուզում ես հիշեցնել, որ իրենց կարծիքը գրելուց հետո պարտադիր պետք է ջուրը քաշել։